Եվրամիության խորհուրդն ընդհանուր անվտանգային և պաշտպանության քաղաքականության շրջանակում հուլիսի 13-ին մեկնարկում է Հայաստանում գործընկերային առաքելություն, որը խորհրդատվական քաղաքացիական բնույթ է կրում։ Ըստ խորհրդի հայտարարության, պաշտոնապես ապրիլի 21-ին ստեղծված առաքելության նպատակն է աջակցել Հայաստանի իշխանություններին բարելավելու երկրի դիմադրողականությունը հիբրիդային սպառնալիքների նկատմամբ և մեծացնելու անվտանգության փոփոխվող մարտահրավերներին դիմակայելու կարողությունը։ Դրանք ներառում են այդ թվում կիբերսպառնալիքները, արտաքին տեղեկատվական մանիպուլյացիաներն ու միջամտությունը և ապօրինի ֆինանսական հոսքերը։ Մասնավորապես առաքելությունը կտրամադրի ռազմավարական խորհրդատվություն, տեխնիկական փորձագիտական աջակցություն և կաջակցի Հայաստանի տարբեր պետական հաստատությունների ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը նման սպառնալիքներին դիմակայելու համար։ Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հիշեցրել է, որ անցյալ շաբաթ ԵՄ-ն ներկայացրել է Հայաստանի համար տնտեսական և քաղաքական աջակցության խոշոր փաթեթ, որը պետք է օգնի հակազդել Ռուսաստանի ճնշմանը։ Այսօր մենք տեղակայում ենք Եվրամիության նոր առաքելությունը։ ԵՄ փորձագետները կաջակցեն Հայաստանի իշխանություններին պայքարել կիբերսպառնալիքների և ապատեղեկատվության դեմ, ինչպես նաև հակազդել ապօրինի ֆինանսական հոսքերին։ Եվրամիությունը դիմացկուն անկախ Հայաստանի և հայ ժողովրդի սեփական ճակատագիրն ընտրելու իրավունքի ամենամեծ ջատագովն է։ Մենք այնպես կանենք, որ Հայաստանը միայնակ չբախվի արտաքին հարկադրանքի, հայտարարել է Կալասը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հարավային Կովկասն արմատապես փոխվել է։ Նրա խոսքով տարածաշրջանը չպետք է դիտարկվի որպես աշխարհաքաղաքական պայքարի թատերաբեմ։ Ալիևը նաև կոչ է արել չեղարկել ԱՄՆ Կոնգրեսի ազատությանն աջակցության ակտի 907-րդ լրացումը, որով կառավարությանն արգելվում է ուղղակի օգնություն տրամադրել Ադրբեջանին։ Նրա խոսքով այդ լրացումն արդեն լիովին հնացել է և պետք է ամբողջությամբ չեղարկվի, քանի որ Հայաստանն ու Ադրբեջանը Սպիտակ տանը նախագահ Թրամփի մասնակցությամբ նախաստորագրել են խաղաղության համաձայնագիրը։ Ադրբեջանի տարածքով տարբեր երկրներից բեռներ են առաքվում Հայաստան։ Բացի այդ, Բաքուն սկսել է նավթամթերք մատակարարել Հայաստան։ Նա նշել է, որ Միացյալ Նահանգների և Ադրբեջանի միջև ռազմավարական հարաբերություններ են հաստատվել։ Ալիևը նաև քննադատել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը, նշելով, որ նրանք անհիմն քայլեր են ձեռնարկում Ադրբեջանի դեմ, և եթե երկիրը դուրս գա Եվրոպայի խորհրդից, ապա ոչինչ չի փոխվի։ Նա նաև նշել է, որ Բաքուն մեծ նշանակություն է տալիս Մոսկվայի հետ հարաբերություններին։ Նրա խոսքով կողմերի միջև եղել են դժվարություններ, սակայն այդ փուլն արդեն հետևում է և ռուս-ադրբեջանական հարաբերությունները լիովին կարգավորվել են։ Ալիևը նաև շեշտել է Պեկինի հետ քաղաքական, տնտեսական, տրանսպորտային և այլ ոլորտներում համագործակցության կարևորությունը։ Նրա խոսքով Ադրբեջանը Չինաստանից արդեն կոնկրետ նշանակության ռազմական արտադրանք է ձեռք բերել։ Նա նաև նշել է Կենտրոնական Ասիայի երկրների, Վրաստանի, Թուրքիայի և Եվրոպայի հետ լավ հարաբերությունների մասին։ Ալիևը շեշտել է, որ Ադրբեջանը խողովակաշարային գազ է մատակարարում 16 երկիր և այդ առումով զբաղեցնում է աշխարհում առաջին տեղը։ Այս տարվանից սկսվել է գազի արտահանումն Ավստրիա, Գերմանիա, ինչպես նաև Սիրիա։ Բացի այդ, նավթ է մատակարարվել Ճապոնիա։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել է Իրանին իրենց միջև համաձայնությունը չպահպանելու համար։ Նրա խոսքով Թեհրանի հետ բազմաթիվ համաձայնություններ են ձեռք բերվել, որոնք խախտվել են։ Հետևաբար ԱՄՆ-ն ուժեղ հարվածներ կհասցնի Իրանին։ Fox News-ի հետ զրույցում Թրամփը նաև հայտարարել է, որ Միացյալ Նահանգները հավանաբար վերահսկողություն կհաստատի Հորմուզի նեղուցի նկատմամբ։ Մենք պահելու ենք նեղուցը և հավանաբար կկառավարենք այն, ասել է Թրամփը, հավելելով, որ Վաշինգտոնին պետք է վճարեն նեղուցը պաշտպանելու համար, քանի որ իրենք դա հենց այնպես չեն անի։ Այս հայտարարությունից քիչ անց Թրամփը նաև գրառում է արել Truth Social հարթակում, պնդելով, որ Հորմուզի նեղուցը բաց է և բաց կմնա Իրանի հետ կամ առանց նրա։ Նա նաև հայտնել է Իրանի նավահանգիստների շրջափակումը վերսկսելու մասին։ Թրամփի խոսքով դա կազդի միայն իրանական նավերի և երկրի նավահանգիստներ մտնող այլ նավերի վրա։ Մյուս բոլոր երկրները կարող են ազատորեն օգտագործել նեղուցը։ Այս պահից ի վեր ԱՄՆ-ն կլինի Հորմուզի նեղուցի պահապանը, հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը։ Նրա խոսքով անվտանգությունն ապահովելու ծախսերը փակելու համար նավերն ԱՄՆ-ին պետք է վճարեն փոխադրվող ապրանքների արժեքի 20%-ի չափով գումար։ Այս գործընթացը կսկսվի անմիջապես։ Իր հերթին Իրանի զինված ուժերի հրամանատարության խոսնակը հայտարարել է, որ երկիրն ԱՄՆ-ին թույլ չի տա միջամտել Հորմուզի նեղուցում կառավարմանը։ ԱՄՆ բանակի ցանկացած փորձ կազմակերպելու նեղուցով նավերի անցումը Թեհրանի նախանշած երթուղիների շրջանցմամբ և առանց Իրանի զինված ուժերի հետ համակարգման ուժեղ դիմադրության կհանդիպի, հայտարարել է պաշտոնյան։ Ավելի վաղ կողմերը նոր հարվածներ էին փոխանակել։ ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը հայտնել է ճշգրիտ զենքերով Իրանում տասնյակ թիրախների հարվածելու մասին։ Երկրում կա 1 զոհ, մի քանի վիրավորված
վիրավոր։ Իրանը պատասխան հարվածներ է հասցրել տարածաշրջանի 6 երկրի՝ Բահրեյնին, Օմանին, Քուվեյթին, Կատարին, Հորդանանին և Արաբական Միացյալ Էմիրություններին։ Կատարում և Քուվեյթում կան վիրավորներ։ Իրանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ ամերիկյան հարվածները զրոյացրել են լարվածությունը թուլացնելու և տարածաշրջանում կայունություն հաստատելու վերջին ջանքերը։ Իր հերթին Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ երկիրը երբեք չի խախտել ԱՄՆ-ի հետ ստորագրված հուշագիրը։ Նա շեշտել է՝ Իրանը չի հարվածել Պարսից ծոցի որևէ երկրի, հարձակումներն ուղղված են եղել միայն տարածաշրջանում գտնվող ամերիկյան օբյեկտների դեմ։ Բաղայիի խոսքով Իրանը շարունակում է կապ պահպանել Օմանի, Պակիստանի և Կատարի հետ տարածաշրջանում իրադրության հետագա սրումը կանխելու համար։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը լուրջ մտահոգություն է հայտնել ռազմական գործողությունների վերսկսման կապակցությամբ, բոլոր կողմերին կոչ անելով ցուցաբերել առավելագույն զսպվածություն։ Լարվածությունը շարունակվում է նաև Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է գիշերն ուկրաինական ավելի քան 340 անօդաչու թռչող սարք խոցելու մասին։ Մոսկվայի մարզում 3 մարդ է զոհվել, կան վիրավորներ։ Եվս 1 զոհ և 2 վիրավոր կա Բելգորոդի մարզում։ Ռուսական ուժերն էլ Ուկրաինայի ուղղությամբ արձակել են 3 կառավարվող ավիացիոն հրթիռ և 134 ԱԹՍ։ Զոհեր և վիրավորներ կան Խերսոնում, Զապորոժիեում, Օդեսայում։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ երկրին անհրաժեշտ է ավելի շատ օդային պաշտպանություն, քանի որ Ռուսաստանը հրաժարվում է դադարեցնել պատերազմը։ Նա նաև ընդգծել է Մոսկվայի վրա պատժամիջոցների ճնշումն ավելացնելու անհրաժեշտությունը։ Միևնույն ժամանակ ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հայտարարել է, որ Մոսկվայի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթի շուրջ փոխհամաձայնություն առայժմ չկա, սակայն կարող է որոշում կայացվել պատժամիջոցների ցանկում ևս 250 ֆիզիկական և իրավաբանական անձանց ընդգրկելու մասին։ Ֆրանսիայում մեկնարկում է կամեցողների կոալիցիայի հանդիպումը շուրջ 25 երկրի ղեկավարների մասնակցությամբ։ Քննարկման օրակարգում է Ուկրաինային աջակցությունը։ Նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Փարիզում բանակցությունները կարող են ավելի մեծ հնարավորություններ բացել Ուկրաինայի պաշտպանությունն ամրապնդելու համար։ Նրա խոսքով եվրոպացի գործընկերներին կներկայացվի Ուկրաինայի հակաբալիստիկ ծրագիրը։ Կամեցողների կոալիցիայի բանակցություններին ընդառաջ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդիպել է Ուկրաինայի իր գործընկերոջ հետ։ Կրեմլի խոսնակը նշել է, որ Ռուսաստանն ուշադիր կհետևի կամեցողների կոալիցիայի հանդիպմանը։ Դմիտրի Պեսկովի խոսքով կոալիցիան ոչ թե խաղաղություն է ցանկանում, այլ պատերազմի շարունակություն։ Նախագահ Էմանուել Մակրոնը Ֆրանսիայի ազգային տոնի Բաստիլի գրավման օրվան ընդառաջ երկրի զինված ուժերին հղած ամենամյա ուղերձում հայտարարել է, որ իր կառավարությունը պահել է նախագահական առաջին ժամկետի սկզբում տրված խոստումը և 1 տասնամյակի ընթացքում կրկնապատկել է Ֆրանսիայի պաշտպանական բյուջեն։ Մակրոնը նաև եվրոպական երկրներին կոչ է արել պաշտպանական հնարավորությունները մեծացնել հավաքական կերպով, ոչ թե առանձին։ Եվրոպական երկրները հայտնել են, որ հունիսի վերջին մայրցամաքում ռեկորդային շոկի պատճառով 10,000-ից ավելի հավելյալ մահվան դեպք է գրանցվել։ Մահերի ճնշող մեծամասնությունը ավելի քան 9,000-ը գրանցվել է 65 և ավելի բարձր տարիքի մարդկանց շրջանում։ Ըստ գիտնականների, շոկի ալիքն անհնար կլիներ առանց մարդու գործունեությամբ պայմանավորված կլիմայի փոփոխության։ Եվրոպայում նաև անտառային հրդեհներ են մոլեգնում։ Փարիզից ոչ հեռու գտնվող Ֆոնտեբլոյի անտառում հրդեհի պատճառով փակվել են մայրուղիներ, խափանվել է արագընթաց գնացքների աշխատանքը։ Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են հարյուրավոր հրշեջներ։ Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով 13 մարդ է զոհվել։ Հրդեհներ են մոլեգնում նաև Աթենքից արևմուտք։ Սյուզաննա Չրաղյան, լուրեր։